են ողջունում 6-րդ դասարանի աշակերտները։ Այսօրվա մեր միջոցառումը նվիրված է գրող, մանկաբար, հրապարակախոս, գրական հասարակական գործիչ Ղազարոս Աղայանին։ Աղայանին և Թումանյանին հաճախ էին նմանեցնում։ Նրանց նմանություններից մեկը այն էր, որ նրանք երկուսը գյուղից էին դուրս եկել, սակայն կար մի տարբերություն։ Նրանցից մեկը ցանկանում էր հեռանալ հոր տնից, իսկ մյուսը հակառակը։ Աղայանը տարբերվում էր նաև Թումանյանից նրանով, որ հենց տուն լուր էր գալիս, երեխաներին փակում էր սենյակում շատ խստեր։ Թումանյանը ուրախ էր, չափի զգացում ուներ, իսկ երբ տանը հյուր է գալիս, իր երեխաներին նստեցնում էր սեղանի շուրջը։ Աղայանը իր երեխաներին կրթություն չէր տալիս, իսկ Թումանյան հակառակ։ Այսօր այս բեմից կհնչեն Ղազարոս Աղայանի բանաստեղծությունները, երգերը, որոնց հեղինակը հենց Աղայանն է։ Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 16-ին Բոլնիս Խաչեն գյուղում։ Կրթությունը ստացել է ծննդավայրում Քահանա Տեր Պետրոսի մոտ, այնուհետև էլ ինքնակրթությամբ աշխատել է որպես գրաշար, եղել է Էջմիածնի դեպարանի կառավարիչ։ Աղայանի գրվածքներին գլխավոր ասելիք կայանում է նրանում, որ յուրաքանչյուր ոք կարող է ինչ-որ օգտակար գործ անել և համեստորեն լռել, ի տարբերություն մյուսների, ովքեր անընդհատ բարձրաձայն են։ Աղայանը մեծ ժողովրդավարություն է ձեռք բերել, թե որպես մանկաբարձ, թե որպես մանկագիր։ Նա գրել է ուսում ու մայրենի լեզվի համար դասագիրքը։ Աղայանի կազմած դասագրքերով Հայաստանում դասավանդել են շուրջ 40 տարի։ Մանկական բանաստեղծություններից առաջին ժողովածուն Սրինգովականը լույս է տեսել 1882 թվականին։ Աղայանի բանաստեղծություններից շատերը այժմ էլ զարդարում են դպրոցական դասագրքերը։ Առանձնանում են հիշողություն, ճախարակ մանուշակ, ձեռնացան բանաստեղծությունները։ Հիշողություն։ Ձեռնակը բույն էր շինում, և շինում էր և երգում։ Ամեն մի շուխ կպցնելիս առաջվա բույնն էր հիշում։ Մեկ անգամ էր նա բույն շինել, և շատ անգամ կարկատել, բայց այս անգամ վերադարձին բույնն ավերագիր գտել։ Այժմ նորից բույն էր շինում, և շինում էր և երգում։ Ամեն մի շուխ կպցնելիս առաջվա բույնն էր հիշում։ Նա հիշում էր անցած տարին իր ծնուցած ձագերին, որոնց ճամփան հափշտակեց արյունալույր թշնամին, բայց նա կրկին բույն էր շինում և շինում էր և երգում։ Ամեն մի շուխ կպցնելիս առաջվա բույնն էր հիշում։ Մանիր, մանիր, իմ ճախարակ, մանիր սպիտակ մաղաչներ, մանիր թելեր հաստ ու բարակ, որ ես հոգան իմ ցավեր։ Չարչախների փոցից մարդի ականջ խլանում է, իսկ ժողացման ալրաթաթար խորքում մտած խլնքում է։ Բայց ժողացը եթե հանկարծ կտրե ձայնը լռես արջի, ինչպես միթուն թնդանոթից ժողացմանը վեր կթռչի։ Ինչ ես փակել, քեզ ով նեղացրեց, ով ածնեց, անշոտով, ով չզմանել։ Սիրուն մանուկներ, դուք ինձ սիրեցիք, իմ ծաղիկներից փնջեր կապեցիք, բայց կոս ձեռքերից, կոպիտ ճանկերից, ինչ չազատեցիք, չպահպանեցիք։ Քնքուր սրտերը շուտ են կոտրվում, քնքուր ծաղիկներ շուտով թառամում, քանի որ անխիղճ մարդիկ կլինի, երկար չեմ ապրի, ես այս աշխարհում։ Ասա ինձ մանուշակ, ինչու ես այդպես վաղ, դուրս եկել մենյակ, դեռևս չի բացվել ոչ միտեղ, քեզ նման հոտավետ մի ծաղիկ։ Ես չունեմ մյուսների գեղեցիկ հասակը, ոչ նրանք հագուստը, զարդարին ու շքեր,
Դուք իս չեք նկատի, եթե ես Երևան, նրանց հետ միատեղ։ Տերնացանը գետնոս նարացիոնացում սեր մեծում աղաչել եմ ասում։ Ով Տեր Աստված, դու իմ ցանքը պահպանես, առատ անձրև կարմիր արև չխնայես, այս մեկ բուրն ահա ես տալիս եմ մկներին, այս մեկ բուրն էլ ագռավներին, ծտերին, մի տուն լիքը երեխեքս մեր քաղցած, տարին առատ, բայց ես չունիմ կորեքած, հույսս ահա ոտքի տակին փռած է, քո սուրբ աչքը սրա վրա տարած է։ Ահա եկավ խոթարողը, ուսին դրած գերանդին, բոլոր խոտը սա արել է, բան չի թողել մեր անդին։ Այ խոթարող, ասա տեսնենք դու ինչպես ես խոթարում։ Ահա այսպես լավնեցեք, ես այսպես եմ խոթարում։ Հո։ Ախ ինչ լավ է, եկեք մենք է սովորենք այսպես խոթարենք։ Հեփ, հոփ։ Մի խամ տավարած, բավական խացած, աղբի մոմստած ուտում այն չորած, ցամաք, նյուտի, Բա ինչով ուտեմ, ուրիշ բան չունեմ։ դանակով, եղբայր, դանակով, Այդ լավ ասացիք դանակով կտրեմ, ջուրումը թրջեմ, էլ ցամաք չուտեմ։ Հոնի կորիզը, տարեմուտի երեկոյան մայրս թխեց կարկանդակ, մեջը դրավ հոնի կորիզ և բախտի նշանակ։ Կորիզն ասաց, ում որ ընկնի, տորվաթա որ կդառնա, ում որ գնա, ինչ որ անե, հարկ ու պատիվ կստանա։ Երեկոյան կարկանդակը բաժանեցինք, կորիզն ընկավ ինձ բաժին, եղբայրները սրբներելով նախանձեցին իմ բախտի։ Մայրս ասաց, խելոք կացեք, շուտով կգա նոր տարին, նա որ տեսնեն ձեզ կռվելիս, պարգև չի տա ոչ մեկի։ Եկեղների գլխավոր գաղափարը ընդհանուր երջանկության իրականացումն է, որի ընթացքում կինը հետևամարտն, որոնք հիմնականում ասրև ժողովրդի ներկայացուցիչներ են, պայքարեն եւ անպայման հաղթեն թշնամուն։ Հետ կարծում, մեր տղային ամուսնացնելու ժամանակը չէ արդյոք։ Այո, Թագուհի, ես հաճախ եմ մտածել այդ մասին, Բաչականը խելացի երիտասարդ է, եւ նա պետք է ամուսնանա եւ բարձր պահի մեր տան ճրագը, ես այդ մասին խոսեմ նրա հետ։ Ողջույն իմ սիրելի ծնողներ։ Արի տղաս, հայրդ ուզում է խոսել քեզ հետ։ Ինչ է պատահել, այլ ինչով կարող եմ քեզ օգնել։ Ոչինչ չի պատահել, Բաչական, ես եւ մայրը մտածում ենք, որ քեզ ամուսնացնելու ժամանակն է։ Խնդրում եմ, այրիկ, ես նույնիսկ այդ մասին չեմ ուզում մտածել։ Բարև իմ սիրելի ընկեր։ Ողջույն Բաչական, տխուր ես երևի։ Վաղինան կարող եմ քեզ մի բան խնդրել։ Ասա Բաչական, ինչ է պատահել։ Ծնողներս ինձ այգից չեն թողնում, անընդհատ խոսում են ինձ ամուսնացնելու մասին, իսկ դու գիտես չէ, որ ես այդ մասին չեմ ուզում մտածել։ Ինչով կարող եմ քեզ օգնել։ Ուզում եմ ամեն օր որսի գնամ, որեւոր մնամ այդ խոսակցություններից։ Լավ, ընկերս, գիտես, ես քեզ համար ամեն ինչ կանեմ։
ուժը և տալիս վաչագանին։ Վաչագանը խմում և հարցնում. Ինչու իսկույն չտվեցիք ջուրը, չէ՞ թե ուզում եք կատակել կամ բարկացնել։ Մենք սովորություն չունենք օտար երիտասարդի հետ կատակ անելու, մանավանդ երբ նա ջուր է ուզում, բայց երբ տեսա, որ դուք հոգնած ու քրտած եք, իսկ այդ վիճակում ջուրը վնաս է մարդուն։ Դիտվամ ձգձգեցի, որպեսզի փոքր-ինչ հանգստան։ Անունդ ինչ է։ Անահիտ, Ով է քո հայրը։ իմ հայրը մեր գյուղի նախրջի Արանն է։ Իսկ ինչու է քեզ հետաքրքրում, թե ով եմ ես կամ ով է իմ հայրը։ Ոչինչ, հենց այնպես հարցնում, հասնելով մեղք չէ։ Եթե հարցնելը մեղք չէ, դու ինքդ ասա, թե ով ես, որ տեղացի ես, Սուտ ասեմ, թե ճշմարիտ։ որը քեզ արժանի կհամարես։ Իհարկե, ես ինձ արժանի կհամարեմ ճշմարիտը, իսկ ճշմարիտն այն է, որ ես հիմա չեմ կարող ասել, բայց խոսք եմ տալիս մի քանի օրից հայտնի։ Ես Սարավեի աղբյուր ջուր տվիր, քո բաժերի հետ սրտի սուր տվիր, թե չեմ հասնելու ես իմ ուրազին, սիրո կրակնից ինչու զուր տվիր, ես Սարավեի աղբյուր ջուր տվիր, քո բաժերի հետ սրտի սուր տվիր, թե չեմ հասնելու ես իմ ուրազին, սիրո կրակնից ինչու զուր տվիր։ Վաղինակ, այս աղջիկն ինձ շատ դուր կա։ Չէ՞ որ նա նախրջու աղջիկ է։ Հետո ինչ որ նախրջու աղջիկ է, բայց գեղեցիկ է իմացած բոլոր աղջիկների։ Իսկ հերկի եւ իմաստության մասին կարելի է չխոսել։ Չգիտեմ, ինձ թվում է դու պետք է լավ մտածես։ Կանչեք Վաղինակ։ Կանչել էի կարգը։ Վաղինակ, վաչագանը քեզ եղբոր չի զանազան, եւ միայն քեզ է հայտնի սրտի գաղտնիքը։ Երբ կիմանա նրա միտքը, եթե ոչ դու։ Արքա, վաչագանը այնքան գաղտնապա է, որ ինչ չի հայտնել այդ իմ սրտի գաղտնիքը, բայց ես այս վերջերս մի փոփոխություն եմ նշмарել նրա մոտ։ Նա սիրահարված է Անահիտ անունով մի աղջկա։ Ով է այդ անունը։ Նախրջու աղջիկ է։ Նախրջու։ Ո՞նց կարող է մեր տղան սիրի նախրջու աղջիկը։ Այդ նախրջու Անահիտը մի աստվածույց է, որ կամվածել է այդպես գերել մեր վաչագանը։ Ես չմոռանում էի այդ աղջկա մոտ, ծիծաղում էի վաչագանի վրա, բայց այդ աղջիկը իսկապես մի աստվածուհի է։ Ոչ մի օրիորդ նրա ձեռքի ճարտարությունը չունի, ոչ մի երիտասարդ նրա խելքը։ Արքա, ես հպարտ եմ, որ մեր տղան իր բոլոր նպատակներին հավասար աչքով է նայել, և իրեն բարձր չի դառնում։ Համաձայն եմ, Վաղինակ, վաղը մեծամեծ ընտաներով կգնաք հասնախոսության։ Քո Անահիտի համբար մինչև թագավորի ականջն է հասել և ահա մեզ ուղարկել է քեզ մոստանավախոսության։ Թագավորը կամենում, որ քո Անահիտին տաս իր մենուժան որդուն վաչագանին։ Ինչու տխրեցին Արան եղբայր, մենք քեզ ուրախություն ենք բերել և ոչ տխրություն։ Մենք աղջկան բռնի չենք տանում, դա կախված է միայն քո կամքից։ Իմ թանկագին հյուրեր, ես շատ շնորհակալ եմ, որ մեր տեր թագավորը իր ծառայի խրճիթից եկել է մի զարդ ուզում տանել։ Գուցե այդ զարդի չկա նրա պարակում, բայց ճշմարիտ եմ ասում։ Տան ու չտալը իմ ձեռքում չի, թող Անահիտը գա ու որոշի։ Հայրիկ, տես թե ինչ եմ գործել։ Անահիտ, տես թե մեր թագավորը քեզ ինչեր է ուղարկել։ Կարելի է իմանալ, թե այս պատիվն ինչու է ինձ արել թագավորը։ Մեր թագավորի որդին, վաչագանը, քեզ տեսել է աղբյուրի մոտ։ Դու նրան ջուր ես տվել, և նա քեզ շատ է հավանում։ Ուրեմն իմ տեսած, որ սորդը թագավորի որդին է եղել։ Այո։ Նա շատ լավ երիտասարդ է, բայց արդյոք գիտե որևիցե մի արհեստ։ Նա թագավորի որդին միանար է, նրան ինչ արեց հարկավոր, ողջ աշխարհի տերն է, բոլորն են նրա ծառաները։ Հա, գիտեմ, որ այդպես է, բայց ով գիտե, աշխարհ է։ Ծառաների տերը վաղը հենց ինքը կարող է լինել ծառա։ Ուրեմն դու թագավորի որդուն պիտի ուզես միայն նրա համար, որ արհեստ չգիտի։ Այո, և ինչ որ բերեք, հետ տվեք, և ասեք թագավորի որդուն թողների։ Ես ուխտ եմ արել արեշ չիմացող մարդու հետ չամստանալ։
Արհեստը մի այնպիսի բան է, որը պիտի իմանա թե թագավոր, թե ծառա։ Հաշնախոսները եկա եւ այդ ամենը հայտնեցին թագավորի երթալուց։ Կանչեք Բաչագանին։ Այո, հայր։ Բաչագան, Անահիտը չի ցանկացել ամուսնալ քեզ հետ, մինչև որ դու մի արեշ չսովորես։ Շատ ճիշտ է ասել Անահիտը, թագավորը նա մարդ է, նա պետք է գիտենա մի արես։ Ուրեմն դու հոժար ես արես սովորելու։ Այո, որպես արժանանամ Անահիտի սիրո։ Անահիտ, սա քեզ համար գործել է Բաչագանը։